Փորձեն վերլուծել Լավրովի այց Երևան, այցին զուգահեռ Իրանի պաշտպանության փոխնախարար ժամանում մեր երկիր։ Արտաքուստ կարճատև դիվանագիտական այս շփումները ունեն հստակ ուղերձներ, կոդավորված մեսիջներ միաժամանակ երեք կողմի՝ Արևմուտքին, Թուրքիային եւ վերջինիս շահերն սպասարկող Նիկոլ Փաշինյանին։ Լավրովի եւ Իրանի պաշտպանության փոխնախարարի այց Երևան կոդավորված մեսիջներ էին պարունակում Արևմուտքին, Թուրքիային եւ վերջինիս կամակատար ծրագրեր իրականացնող եւ շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ունեմ գլխավոր վարկած. Հայաստանի իշխանությունը գնում է նոր գործարքի։ Ավանդույթի ուժով խոսեմ փաստարկված եւ առանց հուզականության։ Տեսեք, Լավրովի եւ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցերը իրականում համադրված ջանքեր են չեզոքացնել թուրք-ադրբեջանական ընդլայնվող ազդեցությունը հարավային Կովկասում։ Իսկ այդ ազդեցությունը ընդլայնում է Հայաստանում գոյություն ունեցող իշխանության միջոցով։ Այս պահին Մոսկվայի եւ Թեհրանի շահերը համընկնում են եւ ունեն վերապահում Հայաստանի տարածքով Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային կապի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի իրագործման հարցում։ Մոսկվան եւ Թեհրանը միշտ էլ արտահայտել են, ամենայն դեպս Թեհրանը ավելի շատ, Մոսկվան վերջերս սկսել է խուսանավել ձևակերպումներում լինել ավելի կոռեկտ, նախկինում եթե միջանցք գործածում էին կամ լեզվի վրիպակ էին ընդունում որպես, հետո ուղղում էին։ Հիմա ամենայն դեպս այս այցերը խոսում են թուրք-ադրբեջանական ազդեցության, հորիզոնական ազդեցության հարավային Կովկասում ավելացման, չեզոքացման կամ նվազագույն դրա սասման մասին։